Սրընթաց մոտենում ենք վերջնագծին, ով է իրականացնելու հրեշալի ծրագիրը։ Նիկոլը քանդում է եկեղեցին Իոքութ Թուրքիայի, բախումներ արյան գետեր, քաղաքացիական պատերազմ, Թուրքիան կնշանակի կաթողիկոս։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, այս կարգի խելագար վերնագրերով հարուստ է եղել այս մի շաբաթը համացանցը, բայց եկեք հիմա մի բան ասեմ։ Սերժի վերջին պաշտոնը սովետական միության ժամանակ, ինչ է աշխատել Ստիպանագերտում, բեր այստեղ եմ, հանդուկ դուրս եմ բերել, ուրեմն Կոմկուսից Ստեփանակերտ քաղաքի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։ Դա գիտեք ինչ պաշտոն է, մարդկանց ուղեղները լվանալու։ Մարդկանց պարտկոմները սրանք են եղել, էլի այս ագիտացիայով զբաղվող, որ մետադիչկեք են գրել։ Մետադիչկեք, օրինակ, ու հանձնել մնացած հիմնարկների բոլոր պարտկոմներին, էլի, որ նրանք տանեն ագիտացիա, հավաքեն ժողովրդին, մի հատ դահլիճում խոսան, կապ չունի դա կոլխոզ լինի, գործարան, թե ինչ որ գիտական հաստատություն։ Այս կարգեն ժամանակ կոմունիզմը դա հրաշք է, կապիտալիզմը դա վատ է, տեսեք ոնց լավ են Կուբայի ժողովուրդը պայքարում անում կոմունիզմի, էլի, այս կարգի մետադիչկեք, էլի, ու տարբեր ձևով խոսում են։ Հիմա ես որ նայում եմ այս վերնագրերը, որ նոր սկզբում կարդացի, էլի, հիշեցի այդ մետադիչկեքը, որ կարծես մի ահռելի զանգված լրագրողների, հասարակական գործիչների, հասարակական կազմակերպությունների այդ ակտիվիստների, մշակութային գործիչների, հեսա կասեմ, բլոգերների, որ բոլորը նույն մետադիչկով են խոսում։ Նույն բառերը, նույն բաները տարբեր ձև կրկնում։ Բայց հիմա տեսեք, ես մի բան ասեմ, այս թեման, որ եղել է, որ եկեղեցին դա պղծվել է, դարձել է հանրապետական կուսակցության մի ստորաբաժանում, էլի, դա ես ասել եմ հələ մի տարի առաջ, որ նոր էի խոսում, որ հələ դեռ մեծ դեգեներատ սպարապետը մեր պղծեց եկեղեցին, հայտնի է, թե ինչ ձևի ահաբեկելով մարդկանց բան հոգևորականներին, ստիպեցին ընտրվի սրան, օգնեցին, ըստ որոշ աղբյուրների հենց են Լուի Սիմոնի կաշար փողերով, մանի, ու Վազգենի աղբերն են դե ներկա է եղել, էլի։ Հենց որ այդ օրվանից այս եկեղեցին դարձավ հանրապետականի, եկեղեցին գրավեց, ավելի շուտ էլի, մեր սուրբ եկեղեցին դարավոր եկած, գրավեց հանրապետական կուսակցության կողմից։ Փոխարեն դեգեներատը մեծն գնալ Բաքուն գրավել, տեսեք, եկեղեցի էր գրավում, էլի։ Փոխարեն կապիտուլյացիայի հասցներ Ադրբեջանին, էլի, քաղաքականության զբաղվել։ Դեգեներատը փող էր աշխատում, մեծն սպարապետը։ Ու այդ ձև հանրապետական հետո դե հիմա տեսակ ոնց տրանսֆորմացիայի ենթարկվեց, դաշնակ հանրապետական հետո իրար հետ։ Ու ես դրան դեմ եմ եղել։ Հիմա որ Նիկոլը, ասեք, այս ամեն ինչը շուտ պետք է աներ, ոչ թե հիմա։ Նիկոլը ձգեց, որ իր նախընտրական սենց բոնուս սարքել այս գործընթացը, այդ ասել եմ ես։ Ու տեսեք, հիմա որ Նիկոլը կանգնեց, ասեց մածունը սպիտակ է, ես չեմ կանգնելու, ասեմ մածունը սև է։ Հիմա նույնն էլ էս եկեղեցու թեման է։ Ես համամիտ եմ այստեղ, տեսեք, ժողովրդի հետ, ոչ թե մենակ Նիկոլի, բացի Նիկոլից, մոտ 65% ժողովուրդը այս եկեղեցու ներկայացուցիչներին դեմ է, եկեղեցուն դեմ չի։ Տեսեք, դեմ է ուզում է ազատագրի եկեղեցին այս պիղծ հանրապետական կուսակցության ստորաբաժանումից, որ նույնիսկ մարդը հայրմեր կարդաց են օդանավակայանում, բայց վերջում չխաչակնքվեց, հայրմերի վերջում պետք է ինքը խաչակնքվի ու մի հատ էլ բան անի, խաչ ամեն ասի։ Թե չնկատեցիք, այդ ես է չի նկատել, ինձ արտակը ուղարկեց։ Ու տեսեք, ես հիմա այն ժողովրդական շարժման ժողովրդի պես եմ մտածում, որ պետք է եկեղեցին ազատագրվի այս դեգեներատներից։
Բայց հիմա տեսեք հետաքրքիր է սա ամենալավը որն է, էլի։ Սա հանրապետականի նախկինների, էլի, սենց ասած, մի բան հաշվենք, էլի, վերջին երկն է, էլի, սենց մահից առաջ, էլի։ Այն Մաուգլին ոնց էր, որ ասում է, գայլը վերջում ուզում է որն է, էլի, իր վերջի երկը։ Հիմա սա է դա։ Հանրապետականը իր մետաձիճկեքով ոտքի է հանել, մոբիլիզացրել է ամբողջ բանը, իրանց ռեսուրսը, թաքնված նույնիսկ, թաքնված բլոգերներ, բաներ, էլի, որ իբր ժողովրդական էին խոսում, սենց սիմպատիա ձեռք բերեին ժողովրդի մոտ, բայց հետո նենց որ այս մարդիկ էլ հիմա բոլորը տանում են Սերժ Սարգսյանի մետաձիճկով են խոսում։ Բոլորը ուզում են անեն հեղաշրջում, գնան Նիկոլին գահից գցեն ու բերեն իսկապես գահին Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Տենց էլ լինելու է, տեսեք։ Մասիսի քաղաքապետը թեկնածուն հասկանում եք, Նիկոլին ումով են փոխում։ Ու այս ամեն ինչին աջակցում են, հիմա տեսեք, Վարդան Պետրոսյան, Կարեն Արայան, ես երկուսին հիմա կասեմ, են մնացածին գիտեք արդեն։ Որ ես զարմանում եմ, էլի, ասում եմ, ընդհանրապես Վարդան Պետրոսյանի հետ, որ ինձ ուղարկում էին, շատեն են ուղարկել, էլի, նրա այդ հաղորդումները սարսափելի վերնագրերով։ Ժողովուրդ ջան, Վարդան Պետրոսյանը, եթե բլոգերություն աներ 2012 թվականին, եթե հիշում եք, բան եղավ էլ, մայաների օրացույցի վերջին օր եկավ, էլի, 21 դեկտեմբերի, էլի։ Երևի դեկտեմբերի 21-ին կգրեր մի հատ հաղորդում Վարդան Պետրոսյանը, վերջ դեկտեմբերի 22-ը չի սկսվելու, աշխարհը կործանվում է, էլի։ Այսինքն մի հատ սարսափելի բաներ կգրեր, էլի, նա հիմարություններ, տարիներ, ինչքան ժամանակ համացանցում է, մենակ հիմարություններ է խոսում։ Էլ Ուկրաինան հաղթում է, Պուտինը մերվում է, ռուսական ռուբլին կործանվում է, Ռուսաստանը մասնատվում է, գցենք Բայդենը հաղթում է, Տրամպը պարտվում է, էլ ինչ էր ասում, լսեք, Քենեդին ապտակեց, Ալիևը դողում է, Էրդողանը ինֆարկտ է ստացել, հիմա Ամերիկան եկավ, մեր կողքն է, պատժելու է, մեզ տալու է Կովկասը մեզ, տեսեք այդ ձևի եշություններ Վարդան Պետրոսյանը ինչքան է գրել, որ Ամերիկան մեզ սարքելու է Կովկասի ու ընդհանրապես այս տարածաշրջանի ամենահզոր երկիրը, այնտեղ նավթամուղ են գցելու Բաքվով, Հայաստանով, եսի Ղարաբաղը մեզ են տալու, Բաքուն են մեզ տալու, այն էշությունները, որ սա խոսում էր, նա հինա աղորդումները բացեք կարդացեք, էլի։ Վագները գրավում է Հայաստանը, Վագների ջոկատը եկել է, Նիկոլին սպանի։ Ինձ որ Վարդան Պետրոսյանը ինքան հեշությունները ասել, դուք սրան հերիքա լսեք, սա հենց հիմա Սերժի մետաձիճկեքը ստանում է գրված, թե ոնց պետքա խոսա։ Երբ որ եմ ասում, ժողովրդի 65%-ը այս պահին օրինակ ինպես է մտածում։ Եկեղեցին պետք է ազատագրվի հանրապետական կուսակցությունից, նախկիններից։ Բայց ես էլի ասեմ, ես նրան էլ կողմնակից չէ, որ հիմա եկեղեցին դառնա ԿՊԻ-ը, հասկանում եք, այն ժամանակ հանրապետական էր, հիմա ԿՊԻ-ական դառնա։ Եկեղեցին պետք է լինի անկախ, թող հələ տեսնենք ինչ է լինում։ Մյուսը, հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, ուժով մտնի եկեղեցի։ Բոլորը դուք ուժով մտակ եկեղեցի, այն բոլոր Գանձարանի թալանը, մալանը, աուկցիոններով ծախածը բարթելու են այդ ժողովրդի վրա։ Վաղը որ ասեն ուր են մեր գանձերը, կանթեղը, բանը, սուրբ մասունքները, ասելու բիգլան մտավ բան եկեղեցի թալան է, ասելու ես չեմ տարել։ Նենց որ նայեք, հանկարծ դրան չհասնի ժողովուրդ։ Եկեղեցին պետք է դլարիվ օրինական օպիսով լինի, էլի, դա փաստաթղթով պետք է մտնեն ու գույքագրեն ամեն ինչը։ Ազգային անվտանգությունը կամ չգիտեմ ով։ Ժողովուրդը չպետք է մտնի վեհարան։ Մտքներիցը թանեք։ Ով ձեզ ասեց մտեք վեհարան, տանում է Քոչարյանի բանը, գիծն է պահում։ Պետք է ճնշումների ներքո, այնտեղ բլոկադայի մեջ վերցվի եկեղեցին, որ տերտերը սովից մեռնի, այնտեղ միանգամից հրաժարական կտա, էլի, ասենց։ Ոնց էին Ղարաբաղ, Ադրբեջանը ասենց բան վերցրել, էլի, բլոկադայի մեջ։ Այդ ձև այդ տերտերները մի օր հաս չուտեն, իսլամ կընդունեն, հավատացեք։ Կդառնան բան Եհովայի վկա։ Դրանք Աստծու հետ ընդհանրապես կապ չունեն։ Դրանք ունեն կապ փողի հետ։
Ջորջ Վաշինգտոնն դեր, Բենջամին Ֆրանկլին, այն նրանք դրանց այդ աստվածներին են սիրում։ Ուրեմն ինչ, հիմա հասանք բանին, այս պրոպագանդային, էլի շարունակենք։ Կարեն Արայան, լսիր, դու որ ասում ես, ոմանք ասում են գնանք վառենք եկեղեցին, էլի սենց հաղորդում ա գրել, էլի կրակի մեջ նկար ա դրել, եկեղեցին կրակի մեջ։ Կարեն, ես օրինակ իմ հետևորդին հարգում եմ, բոլոր նամակները կարդում եմ, պատասխանում եմ խելացի լավ նամակներին, որոնք էլ են սերտիկները բոլորիդ դնում են բանում։ YouTube-ում, ինչպես եւ Facebook-ում էլ լայք եմ դնում։ Դուք հասկանում եք, որ ես կարդացել եմ, ուշադրություն դարձրել եմ, հարգել եմ ձեզ, էլի։ Բայց ինձ մի հոգի չգրեց, որ գնանք եկեղեցի վառենք, էլի։ Ես տենց բան չեմ լսել։ Բայց Կարեն Արայանը բարձրաձայնում է, որ տեսեք թրքամետ ինչ որ մարդիկ գնում են եկեղեցի վառեն պետքա մեջի։ Կարեն Արայան, բավական է Սերժ Սարգսյանի մետաձիճկով խոսես։ Ոչ մեկ չի ասել գնանք եկեղեցի վառենք։ Բայց Կարեն Արայանը տեսեք ինչ թեզեր է տարածում, որը հակասում է ժողովրդի 65%-ի ցանկությանը։ Ես չգիտեմ, քեզ դու այդ որտեղ ես կարդացել, դու նույնիսկ քո նամակները չես կարդում, որ մարդիկ քեզ գրում են։ Բացեք հենց հիմա իր էջը կարդացեք, դու կտեսնեք, երբ հեղինակը պատասխանում նամակներին կամ ուշադրություն դարձնում, մի հոգու ինքը չի պատասխանում։ Բացեք իր էջը նայեք։ Եզակի կարող եք գտնել, որ ինչ որ մեկի հետ ինքը պատասխանել է կամ կարդացել է։ Բայց ասում են գնանք վառենք եկեղեցին։ Կարեն Արայանի նպատակը նա է, որ պարզապես պառակտի հասարակությունը։ Տեսեք ինքը քննադատում այն մարդկանց, ովքեր խոսում են, որ պետքա ձևավորվի երրորդ ուժ։ Տեսեք իր նպատակը որն է։ Ում է ծառայում։ Ես ասեմ, Նիկոլի համար սա երազելի ընդդիմություն է։ Որ օրը որ մեկին պետք է լինի դատի, քրեական գործերը բոլորի վրա ունի, տեսակ հիմա Սեյրան Օհանյանին փորձեցին իմպիչմենտ, միանգամից դատախազությունը դուրը ծեծեց Սեյրան Օհանյանի։ Սա նրանց երազած ընդդիմությունն է, էլի։ Դրա համար այսինքն որոշ ուժեր պետքա պախարակեն երրորդ ուժի գաղափարը։ Բայց երրորդ ուժը պետքա ձևավորվի։ Իսկ Կարեն Արայանը ասում է, սա սուտ է, պետքա գնանք հեղաշրջում անենք։ Ասում եմ, Կարեն Արայան, լսի։ Դու ինքդ գնում ես հեղաշրջման, տեսեք, այն Տիգրան Ուրիխանյանն էլ էր ասում, գնանք։ Միանգամից քրեական գործը դրին վզին փախածա։ Բայց դու սաղոր խոսում ես, ես չգիտեմ ինչ ես ուզում անես, տերդերն էլ հավաքեց են պղծազանը, բգոն զամարոժնին ժողովուրդ, Նիկոլը հիասթափվեց, տենց դուրս եկավ, ասեց, վայ, 50-70 հազար մարդ է հավաքվել, ես գնում եմ հրաժարական, մտնում եմ եկեղեցի ու սքի մեջ եմ, ժողովուրդը ինձ չի սիրում, դու այդ երազանքներիդ մեջ ես։ Եթե դու իսկապես այդ ամեն ինչը մտքիդ լինի, քեզ վաղուց վանից ասում եմ, գրպանիցդ գտել էի մի 2 կիլոգրամ կոկային, սառնարանումդ մի հատ սպանած երեխային գտել, որի միսը դու կամած խաշլամայ սարեկել ես, մարդակերք սարքին, կտանեին համապատասխան հաստատություն։ Եթե դու իսկապես ինչ-որ մի վտանգ ներկայացնիր ու այդ ձևի մտքեր ունենայիր։ Շատ էլ որ փորձում ես ձևացնես, որ դու ժողովրդավարական 70% ըստ բանի ինչ-որ հավաքվեն 70,000, ինչ հեքիաթներ ես պատմում։ Այդ ուժը որ ձևավորվեց, նա պետքա գնա քանդի, նա ստիպի եւ հեղաշրջում անի։ Այնինչ որ Նիկոլը գնալու են ծաղիկներով, Նիկոլին ասեն Նիկոլ ջան, գնա էլի։ Նիկոլն էլ ասի, վայ, սիրտս լցվեց։ Դու այս ձև ես մտածում, էլի, դու պարզապես տխմար զանգվածին մի տեսակ, էլի, փորձում ես քաշես դեպի ինչ-որ մի գաղափար։ Բայց խելաց դե տխմարն է մենակ երևի այդ հիմարության հավատում, դրա համար հրապարակո կողքը ոչ մեկ չեկավ։ Ոչ մեկ չեկավ։ Այն բան կար, TikTok-ից մեկը կար, Մակոլկեքով, էլի, Յակուձայի դեմքով հավատացյալը։ Նա որ ուզեր ավելի շատ մարդ կհավաքեր օպերա, կաստե դու։ Այսօր թաթուլը ուզի մարդ հավաքի, ավելի շատ մարդ կհավաքի։ Հենց որ հերիքա տանեք Սերժ Սարգսյանի, մեկ էլ Նիկոլական, դրանք էլ իրար հետ են, էլի, դա իրանց մետաձիճկով խոսակ։
Ձեզ շատ լավ ասում եմ, դու շատ լավ այսօր պատկերը բոլորը ձեր դիմակները պատրեցիք, որտեվ սենց Սերժենք նույնիսկ բանին փորը տվեցին, Վանեցյանին, տեսեք այսօր տերտերներին հավաքեց, տերտերի կողքեն հրապա օթանավակայան գնացին, ես նայեցի փորացավս բռնեց, վազեցի դեղատուն, իմ օջում առնելու էլի, ծռիկս փորս նենց էր, որ դրանց ռոժները սաղի միտեղ տեսա, ասում այ մի հատ բեսպիլոտնիկ լիներ էլի ուկրաինական են թաքուն էլի, մտներ Դες մարդ կա ինձ գերեցին, ասում ալս գործի տեղից, ասում ով ավտո ունի, ստիպել են, ասում 2 կոպեկ բենզինի փող են տվել, բա ժողովրդին վեկալ եք տարեք բան։ Ասում են որտեղից եք աշխատել, ասում են չենք կարող ասենք, գործից կանենք, ասում բայց այս վեկալել են, տարել են, ասում ստիպել են սաղից տանենք։ Ասում դու լա տես, երբ որ այնտեղ գոռում են, ասում են մի հոգի կար, ասում ակտիվիստներ կային, գոռացող բարձր, մնացած ասում սաղից կանգնած քրֆում ենք բերողներին, էլի։ Ասում այնտեղ տեսեք 1000 հոգի մարդ ասում, բայց երբ որ պետք էր գալի գոռային վեհապար, ասում մի հոգի էր գոռում, 2 հոգի։ Ասում մեզի զորով էին բերել։ Հենց որ այդ խելոք մարդկանց դից հաներ ու բեսպիլոտնիկը թողի դրանց միջին։ Այսքան է, դրա համար Վանեցյանին տեսա Պետրոսը ոնց էր երեկ այս առավոտյան ինչ որ հաղորդում նայեցի, Պետրոսի մոտ էր գնացել։ Պետրոսը բմբլեց։ Այն բմբլեց, գիտեք ոնց են փեդուրները Վանեցյանից էս թռնում էին բանում էլի այդ ինչ էր անունը այդ տաղավարում Պետրոսի։ Որ ուշադիր նայեք, հələ բացեք, տեսեք, Վանեցյանը այն ոնց էր այն գիտեք այն գրուտից լինում ամենաանմակարդակ ձևով կմկմում էր, կմկմում։ Եկել էր որպես եգրի նախագահի տեխնատու, բայց ոչ մի հարցի պատասխան չունի, հասկանում եք։ Ընդհանրապես, այնտեղ տերտերի մի խոսքով էլի ասում, սա Սերժի ծրագրերն է, այն գլխից։ Սերժը նույնիսկ ես Վանեցյանին պախարակեց, ստիպեց գնա տերտերին դիմավորի, չգիտեմ ինչի համար, հասկանում եք, ես պարտվել է Սերժը, ահա որ։ Սրանք այսքանը հասկանալով որոշեցին մոբիլիզացնել, պարզապես թե ստացվի հեղաշրջում անեն, որ հեղաշրջումից հետո իրանք հեշտ կգան իշխանության, էլի, այդ իշխանակալ լծակները կտիրապետեն, էլի, բայց հակառակը Նիկոլի համբավն է աճում, որը ասում եմ ես դեմ եմ, որին ես ասում եմ ես համամիջ չեմ, ու ասում եմ սա շատ վատ է երրորդ ուժի համար, որտեղ Նիկոլը օր-օրի ավելի շատ է համբավը ձեռք բերում, որ օրը նախկին այդ կենթանազանգված իրար գլուխը հավաքում, ժողովուրդը ավելի վատանում է, երկուսին էլ չեն սիրում, նայեք, բայց որոշում են վատի մեկ էլ պիզդեցի մեջտեղը ընտրեն վատին, վատը Նիկոլն է, պիզդեցը դրանք են, նախկիններն են, որտեղ սաղս է գիտենք, էլ ես ամեն ինչին հասանք նրանց շնորհիվ էլի, բանակի թալան, սխալ քաղաքականություն, հասկանում եք, տեսեք նույն մեր երբեք Ռոբերտ Քոչարյանը նայեք, այդքան թոռ է ունեցել, Ղարաբաղում չի ունեցել, իր հայրենիքը Ղարաբաղը չի եղել, Հայաստանը չի եղել, Ամերիկան է, տեսեք այնտեղ է ունեցել, որ Ամերիկայի անձնագիր ձեռք բերեն, որտեղ հայի համար նայեք հայրենիք չկա, որտեղ եկեղեցի այնտեղ հայրենիք, դրա համար այս խավարամտությունը մեր հիմա Սերժ ուզում է օգտագործի, էլի, բայց չի ստացվում, որտեղ հայը ասոցացնում է եկեղեցու հետ իր հայրենիքը, դες հիմա Քոչարյանի համար Արցախը չէր հայրենիք, Հայաստանը չէր, Ամերիկան էր, այնտեղ էլ կա հայկական եկեղեցի, դրա համար Ամերիկան էլ կարա լինի հայրենիք, հիմա գնան տերձեր տանեն մի հատ եկեղեցի սարքեն Անտարկտիդայում, գնա հայը կասի սա էլ է իմ հայրենիքը, որտեղ եկեղեցի խաչ դնեմ այնտեղ հայրենիք կլինի, էլի։ Նույնիսկ սովետական միություն հիմա լսեք խելացի մարդիկ ու մտավորականներ թեկա ձեր մեջ։ Միակ սովետական միության հարաբերությունների մեջի ազգը ու մոտ թույլատրվեց էքստրեմիստական գրականություն դա հայն էր։
Նույնիսկ սովետի այդ վերլուծաբանները, որ մտավոր կենտրոններ էլի, որ մտածում էին մարդկանց այդ ուղեղի հեղափոխության մասին էլի, հասկացան, որ հայը Դրանց համար հայրենասիրությունը սահմանափակում է եկեղեցու մեջ, որտեղ եկեղեցին դեղ հայրենասիրություն։ Դրա համար թույլատրեցին Ռաֆուս Սամվել վեպը, որը իրականում, լսեք, էքստրեմիզմ է, էքստրեմիստական գրականություն է։ Պատկերացնեք նույն գաղափարը մահմեդական երկրներում թույլ տան ինչ-որ գիրք, որտեղ հանուն Ալլահի որդին սպանում է հորն ու մորը։ Չիստե վադի վախաբիզմ։ Հիմա սա հայկական վախաբիզմ է եղել։ Տեսեք, այդ կարգի գրականություն մինչև հիմա է արգելված։ Հենց մահմեդական այդ կարգի գրականությունը համարվում է էքստրեմիստական։ Բայց սովետական միությունը, որ հերքում էր Աստծո գաղափար այդ ամեն ինչ, էլի, ասում էր կա պարտիա, կա բան, թույլատրել էր հայերին կարդալ դպրոցում բանը Ռաֆուս Սամվելը։ Որտեղ էլ եմ ասում, մեր խելքը չափել էին։ Այսրա մասին ոչ մեկ չի մտածել, ոչ մեկ չի փորձել վերլուծել, ինչի է թողել սովետական միությունը։ Որդին հանուն Աստծո սպանում է իր հեթանոս հորն ու մորը։ Հիմա Հայաստանում շատ հեթանոսներ ունենք, նույն Գարեգին Նեժդեհը, այդ ուսմունքը շատ տարածված է եւ շատ հարգված է Հայաստանում։ Հիմա պատկերացեք, մի հատ երեխա գնա տունը հորն ու մորը սպանի, գլխավոր դատախազ, ասալամ ալեյկում։ Գնա տունը սպանի ծնողներին, գա կարդա ասի ես Ռաֆուս Սամվել վեպն եմ կարդացել, Տիկին Վարդապետյան, դատախազ, ես ընդեղ հերոսություն էր դա համարվում, դեգուզ և 4-րդ դարներ, 5-րդ, 4-րդ, հիմա ես էլ որոշել եմ, իմ հորն ու մորը սպանում, նրանք էլ են հեթանոս, ինչ վատ բան եմ արել, տեսնում եք, ես միշտ կյանքումս տվել եմ հարցեր, միշտ, ես ամեն ինչ չի սենց, որ լծրել են ականջես, լծվել է ու մնացել են ջեշություն ասես, էլի, ես ուրիշ տեսանկյունից եմ ես ամեն ինչին նայում, հենց որ սա Սերժի ծրագրերն է լրիվ, լսեք, այս սարսափելի վերնագրերը, ինձ էլ է մի բան ասեք, նույն Նիկոլը, թեզը որ տալում են, Նիկոլը կատարում է Փաշազադեի ծրագիրը, Լսի, Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին գրավել են հայերը, սրանք ալբանական եկեղեցիներ են։ Հայերը էկվոր են, հայերը բարբարոս են, եկել են մեր եկեղեցիներին, մեր ալբանացի եղբայրների եկեղեցիները գրավել են, ասում են մերն է։ Սա է Փաշազադեի օրակարգը։ Լսեք, Նիկոլը սենց օրակարգ չունի։ Նիկոլի օրակարգում չկա, որ հայկական եկեղեցին ալբանական է, էլի։ Նիկոլը ասում է, մեր եկեղեցին պետք է մաքրվի։ Պարզապես այս երկու բաներ իրար համընկել են։ Փաշազադեն էլ ընդեղ աջակցել։ Դե Փաշազադեն մի բաներ պետք է ասեր, էլի։ Այդտեղ այսօր շատ բան կա, Տրամպն էլ է Պուտինի հետ համաձայն է կամ Պուտինը համաձայն է Տրամպի հետ։ Լսեք, դա հայել կա։ Բայց սենց ասած, այդ ամեն ինչը ձևափոխեք, ասեք Նիկոլը տանում է, Նիկոլը աշկից լույսը չի այդ պիդարգոնը, էլի, բայց ստախոս ու խափեփ է։ Բայց չի նշանակում, որ Փաշազադեն բան անում, Նիկոլը Փաշազադեի օրակարգն առաջ տանում, ասում է, հիմա Գարեգինին հանում ենք, բերենք ալբանացի տերտերների մեր։ Մեր եկեղեցին ունի Կիլիկիայի թեմ, մեր եկեղեցին ունի շատ հոգևորականներ, պարկեշտ կան, որ պարզապես սա Նիկոլի գաղական ծրագիրն է, լրիվ մեկուսացնի նախկիններին, որ ինքը տրիումֆալն ուզում է մի մեծ տոկոսով հաղթաբան գրանցի, ընտրություններին հաղթանակ, որ մանդատ ունենա հզոր արդեն մնացած իրականացնելու իր այդ ծրագրերը։ Սակայն որ ընտրության գնա 35%, տեսեք այդ 35%-ի մեջից ուզում է ինքը մի 65%-ով ընտրվի, 70%-ով։ Այս է Նիկոլի արած այս ամբողջ, էլի։ Ու ես չեմ զարմանա, որ մյուս ընտրություններ օրինակ կաթողիկոսի համընկնեն արդեն նախքան այդ ազգային ժողովի ընտրությունների նախորդի էլի կամ մի ամիս առաջ լինի, դա եւս տրիումֆ կլինի։ Ով գիտի Նիկոլը վերջում գնա այդ նոր եկեղեցու մի հատ էլ գովազդի համար ամուսնանա, ասի այ ես եկեղեցին մաքուր եկեղեցի աստեղ ես իմ ամուսնությունը կկնքեմ։ Ով գիտի տենց մի քայլ էլ անի, էլի։
Բայց ինքը այնտեղ ոչ Եհովայի վկայ է բերում, ոչ մորմոն, ոչ եսի մինչեր, լսեք, դա նույն հայկական առաքելական տերտերնիկ են գալու։ Ու ես ըստեղից նայել եմ այդ տերտերնիկներին, որ չդառնալ ԿՊ-ի բանը, ստորաբաժանումը։ Մի խոսքով, այս էլ էստեղ բանը, մոբիլիզացված մշակութային գործիչները։ Այս բանը վրես ազդեց շատ, հեսա նկարը կդնեմ, այդ խելառն կարողանով չճանաչեք։ Լևոն Հարությունյան։ Թամադա։ Պրոֆեսիոնալ թամադա, գիտեք ինչ են, որ սովորական մարդը դրան թամադա երբեք չի կանչել, դրա դիտիկի արանքը փող չի մտցնի։ Նայեք, խոսում էր, կրկի, նույն մետադիչկեքով, նույն, ժողովրդի անունից չի խոսում։ Ասում է, բան, դե մարդ է էլի Գարեգինը, տղա մարդ է, սաղս է սխալվում, մենք սաղս էլ կարող է մի բան գնացել է Լևի, լսեք, նախ Գարեգինը խրոնիկ է գնացել Լևի, դա մի անգամ չի եղել, էլի մեղք, նա դեռևս կուսակերոն վիճակում պարրավ է, մի հատ պարրավ փողատեր կնիկ է կտել Ալֆոնսի պես, հակել է վեննին, այդ փողերով էլ հետո բան է արել, կաթողիկոս է դարել, նրա միլիոնները բերել է տվել է մերեն ազնիվ սպարապետին, դրել է նրա դիտիկի արանքը, որ նայել սենց լավ Լուիս Սիմոն։ Նայում եմ տարիքային տարբերություն 18 տարեկան, 18 տարի, հասկանում եք, հələ մի հատ նայեք, 20 տարի համարյա տղամարդու վրա մեծ կնիկը, դա եսի ինչ, Բալզակյան եսի ինչ, դժվար թե այդ խելառը Բալզակ իմանա էլի, որ ասես հա, սիրարված է եղել տարիքով տոտայի։ Են էլ պատկերացեք 40 տարեկանում դու լագզվես 60 տարեկան պրոդեզ հանալու տատիի հետ էլի։ Դա պարզապես ասեք, դա մի անգամ չի եղել։ Իսկ ես Լևոն Հարությունյանը զա նկարը կդնեմ, ասում է դե մարդ է էլի տղա մարդ է, որից է չի լինում էլի, սենց մի հատ հիմար ձևով։ Նենց որ այս այա նախկինների վերջին երգն է էլի սենց ասած։ Ոռնում են, հանել են բոլորին, մոբիլիզացրել են, Վանեցյանին ընդե փուրը տվեցին, ես մշակութային գործիչներ բան, բոլորը խոսում են, բայց չեն հասկանում, որ ժողովուրդը լսեք իրաց կողմը չի։ Այդ լայքերն էլ, որ այդքան դնում են, նայեք, զորով են, ստիպողաբար են դնում լայքերը, ստիպողաբար։ Ինձ մարդիկ գրում են, ասում է լեզի գործի տեղը, շեֆը ստուգում է, ասում է, ով ումը լայք է դնում, ու չի դնում, ու քիչ է դնում։ Ստուգում է նույնիսկ ընտանիքի անդամները դրել են այդ լայքերը ու գովաղ մի բան գրել են, թե չէ այդ հաղորդումների տակը։ Հենց որ այդ լայքերին ոչ նայեք, ոչ բան, դրանք սաղ արդեն գիտեք ոնց է լինում։ Ու հիմա հետ դերեք մի հատ Գարեգինի այդ օդանավակայանի զապիսները նայեք, տեսեք գոռացողները եզակի մարդիկ են։ Այդտեղ 1000 հոգանոց ամբոխի գոռում չկար։ Դա եզակի ակտիվիստներ են գոռում։ Մնացածին զորով են բերել այրոպորտ, օդանավակայան։ Այսքանը ժողովուրդ ջան, հենց որ մտածեք, տեսեք, թացը չորից տարբերեք, մի վախեցեք այդ բաները, որ գրում եք, ոչինչ էլ չի լինելու։ Այս ամառային արձակուրդներ է սկսում։ Տեսնենք ոնց կլինի, էլի պատերազմը սենց են պարտվում։ Չեք կարող համ երկիրը համ պատերազմ պարտվի, նայեք, համ հաղթանակով դուրս գա այդ պարտությունից։ Սա դա է, սա այնա, որ շատ խելացի մարդիկ դեռ տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ հասկանում են, թե երկիրը ուր է գնում, էլի։ Նույն Վանեցյան, Սերժ, Քոչարյան, նրանց բոլորին զեկուցում էին, որ Ադրբեջանը լավ զինվում է, որ Պուտինի ամենամոտիկ ընկերը դա ադրբեջանցի է եղել ուսանողական տարիներից, որ շատ մեծ ազդեցություն ունեն ադրբեջանական բիզնեսը, որ շատ մեծ, սենց ասած, պրախոտ ստացավ իշխանության կողմից հենց Պուտինյան։ Շատերը խոսում են, որ հենց Լուշկովին հանելը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հենց այդ էր, որ բերի այդ ադրբեջանական կլանին
սենց ասած աջակցող քաղաքապետ, որտեղ Լուշկովենք իրան լիդ բաներ էլի, անհատականություններ։ Նա Էլման Փաշաև կար էլի, նա էլ էր ադրբեջանցի, բայց դրա մոտ այդ ադրբեջանցին չէր էլի, նա լրիվ ուրիշ էր էլի, Չերքիզոնի տերը։ Բայց բերեց լրիվ ուրիշ այդ կլան ադրբեջանական, որը շատ լավ սերտաճած ցենց Ալիևյան իշխանության ու այս ամեն ինչի հետ։ Այս ամենը խելացի մարդիկ հասկացել են, այս ամեն ինչը տեսել է Քոչարյանն է, Սերժն է, Վանեցյանն է, Գորի Գուրգենիչն է, Կարլոսն է, բոլորն էլ տեսել են, հասկացել են, զեկուցել են, պարզապես սրանք բոլորը այս օրը մոտիկացրել են։ Իսկ իրանց թորներին ուղարկել են Ամերիկա ծննդաբերեմ։ Դե ոչ մեկ էլ Հայաստանի քաղաքացի չի։ Որ պետք լինի, իրանք շատ լավ կգնան Ամերիկա, կասեն, եկեղեցի կա։ Այս է մեր իրականությունը, նենց որ եկեք քանդարբազություն ու թայֆաբազություն չանենք, փրկում ենք եկեղեցի, լսեք, եկեղեցին ոչ մեկ ոչ ուզում է քանդի, ոչ բան։ Եկեղեցին պետք է մաքրվի, այս պիղծ էակներից, որտեղ մարդկանց մեջ արժե համակարգ ձևավորողը եւս եկեղեցին է, հոգեվորականն է, նույն համայնքում, գյուղում, ամեն տեղ։ Եթե հոգեվորականը ոնց որ ինձ ասում են, գնում է գողականների հետ պաչիկ-մաչիկ, ասենց իրար հետ սաղոր հաց ուտեն, հաց կիսեն, լսեք, ինչ սերունդ պետքա դաստիարակվի։ Այդ երեխան պետքա ուզենա կրթություն ստանա։ Չեն ուզելու է փողոցում գողական մեծանա, գողականի համար գնա ծխախոտ առնի, որ վաղը իրան էլ հարգեն։ Հասկանում եք, այս է մեր եկեղեցին։ Ինձ Սփյուռքից շատ են գրում, թե ինչա կատարվում մեր համայնքներում։ Եկեղեցի կրիմինալ, ինչ լավ իրար սերտաճած են։ Դրա համար այս ամեն ինչը, տեսեք, մարդկանց գիտակցությունը պետք է փոխվի, որ հետո երկիրը խելքի գա կամ նորմալ երկիր դառնա։ Ամենագիտակցությունը։ Ինձ նիկոլականներ շատ են գրում, եկեք ձեզ է պատասխանեմ, որ ախր Նիկոլոս այդ պաշտպանում են էլի, կան խելացի մարդիկ, կան շատ։ Դες հիմա բան եմ ասում, Հայաստանում եւ Կալիֆոռնիա վերցնենք Եվրոպա, անշարժ գույք համարյա նույն գներով է։ Նույնիսկ Հայաստանում շատ տեղ թանկա, քան թե եվրոպական շատ երկրներում։ Չհամեմատենք Փարիզի հետ, Լոնդոնի կենտրոնի հետ, բայց թանկարժեք գները։ Ինչպես Կալիֆոռնիա նույն։ Բայց նայեք, Կալիֆոռնիայում այդ նույն կառուցապատողը տունը ծախում է, իր օգուտը ունենում է։ Բայց բանվորին տալիս է ժամը $20 աշխատավարձ։ Ժամը 8 ժամ աշխատելու համար մաքուր։ Այդ մարդը աշխատում է $160 մի օրը։ Բանվորը, սևագործ։ Բայց Հայաստանում կառուցապատողը նույն տունը սարքում է, բայց աշխատավարձը տալի օրը $20։ Նույն բանվորին։ Բայց ապահովում է գերշահույթ, տունն է ծախում է նույն Կալիֆոռնիայի գնով։ Հասկանում եք, սա նույն բանն է, ստրուկի աշխատանք։ Նենց որ ինձ հերիք է գլուխս հարթուկեք, որ Նիկոլը լավն է։ Նիկոլը նույն ճորտատիրական համակարգի մյուս հովանավորն է։ Հասկացաք։ Նենց որ կապ չունի, հիմա սա բերել են ընդեղ Աֆրիկայից ստրուկներ են աշխատում, թե քո սեփական ժողովուրդը, դա միշտ եղել է, միշտ նայեք, բիզնեսը ուզում է ավելի շահույթ ստանա։ Դրա համար դուք այսօր ձեզ դիտարկեք որպես ստրուկ։ Դրա համար նույն այդ բիզնեսի համար բացվեց ճանապարհ, որ հնդիկ կա, որ տեղացին չհաբրգի, տեղացին քիչ է, շինարարությունը շատ է։ Այս ամենը հենց Նիկոլի երկրպագուներին եմ ասում, որ ես աշխարհ ուրիշ ձևով եմ նայում։ Ես շատ լավ գիտեմ, որտեղ է էլի այդ սխալը, որ ինչքան է ձեր կարճ փոքր ուղեղը շատերի։ Էմոցիոնալ, դոձիկ մտածելակերպը, աշխարհ չճանաչելը, չվերլուծելը ու չտրամաբանելը։ Դրա համար Նիկոլը ոչինչով չի տարբերվում նրանցից։ Դրա համար ես ասում պետք է լինի երրորդ ուժ, որը պետք է գա այսենց ինպես խոսա, այսենց բարձրաձայնի։ Տեսեք Նիկոլին այս հարցը շուտով ասուլիս է լինելու։ Տվեք լրագրողներ։
Էլ դու ոնց ես խոսում Նիկոլ, դու հենց որ քո այդ արժե համակարգից, երբ որ նույն շինարարը քո հովանավորության տակ, տես Հայաստանի ժողովրդին ստրուկի պես աշխատացնում է նույն շինարարության վրա ու վաճառում է նույն Կալիֆոռնիայի գնով։ Եվ որ Կալիֆոռնիայում նույն բան, որ այդ շենքի վրա աշխատում է, արժանավայել աշխատավարձ է ստանում։ Սակայն արդյունքը երկուսն են նույն գինը ունեն։ Այս ranով թող վերջանա հաղորդումս։ Ու երևի Նիկոլա պաշտները հասկանում են, որ կհասկանան, որ իրանց էշի տեղադեր է Նիկոլա։ Ու որ մյուս մեր քաղաքական դաշտից պետքա դուրս գա, պետքա լսեք մի երրորդ ուժ ձևավորվի, երրորդ ուժ, 65%-ի ուժը այն որ տնից չի ուզում հելնի, այդ մարդկանց համար։ Շնորհակալություն։